Արդեն երկրորդ օրն է եղանակը Շիրակի մարզում չի հանդարտվում։ Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանն էլ հայտնել է, որ առաջիկա ժամերի ընթացքում էլ փորձառատ անձրևներ կդիտվեն Գյումրի եւ Ապարան համայնքներում։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Կևյան կամուրջը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու։ Պատճառը հիմնանորոգման աշխատանքներն են, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Ուժեղ Հայաստան դաշինքը չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ պատրաստվում է հետագա իրավական քայլերի, հայտարարել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա պնդել է, որ ընտրությունները եղել են կեղծված եւ անցել են ճնշումների մթնոլորտում։ Կարապետյանի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ հանրային դաշտում ընտրությունների արդյունքները կարծես ընդունված են, իրենք դեռևս ակնկալում են հանրային արձագանք։ Ըստ նրա, գործընթացը դեռ սկզբնական փուլում է եւ ժողովուրդը ժամանակի ընթացքում ավելի հստակ կգնահատի կատարվածը։ Ները ամբողջությամբ տապալված են, համ կեղծված են, համ տերորի տակ ընտրություններ չեն անցկացնում։ Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 770 մարդ ձերբակալվել են։ Սամվել Կարապետյանի պնդմամբ իրենք ունեն երկու հիմնական պահանջ՝ չեղարկել ընտրությունների արդյունքները եւ նշանակել երկրորդ փուլ։ Նա վստահ է, որ գործող իշխանությունը լեգիտիմ չէ եւ հայտարարել է, որ իրենց հիմնական նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին օրինական ճանապարհով հեռացնելը։ Դիմել ենք, հետո դիմել ենք սահմանադրական դատարան երկու պահանջով։ Առաջինը չեղարկել ընտրությունները, երկրորդը նշանակել երկրորդ տուր։ Եթե ինքը վստահ իր վրա, որ հաղթել է, ավելի ճիշտ կլինի երկրորդ փուլով կորոշենք հաղթել են թե չէ։ Անդրադառնալով փողոցային պայքարի հեռանկարներին, Կարապետյանը նշել է, որ դաշինքը չի բացառում գործողությունների տարբեր սցենարներ, կախված իրավիճակի զարգացումներից։ Ըստ նրա, եթե հնարավոր չլինի հարցերը լուծել խորհրդարանական կամ իրավական ճանապարհով, ապա փողոցային պայքարը դառնալու է այլընտրանքային գործիք իշխանությանը հեռացնելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքներ է անվավեր ճանաչել։ Թիվ 12/13 ընտրական տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8-րդ համարի քվեաթերթիկը։ Տեղամասում քվեարկությանը մասնակցել 809 քաղաքացի, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ուժեղ Հայաստան 71 քվ, ԲՀԿ 9, ՔՊ 602 եւ Հայաստան դաշինք 67 քվ։ Սահմանապահներն արգելել են Ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մուտքը վերին Լարս։ Նա նկարահանող խմբի հետ ցանկացել է մեկնել Լարս հայկական բեռնատարների 15 կիլոմետրանոց հերթերի մասին ռեպորտաժ պատրաստելու համար, սակայն տեղում հայտնել են, որ նա չի կարող անցնել սահմանը։ Սահմանապահ ծառայությունները մեզ տեղեկացրին, որ իմ այցելությունը այնտեղ արգելված է եւ սահմանափակում դրեցին իմ վրա Արմատ մեդիանդականի, իսկ ես կշարունակեմ այստեղից հետևել պրոցեսներին։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ։ Փաշինյանն իր ուղերձում վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմանի կապերը, ինչպես նաև փոխադարձ հարգանքի ու կառուցողական երկխոսության վրա հիմնված պատրաստակամությունը այսուհետ եւս կնպաստեն համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը։ Հիշեցնեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ օրս պաշտոնապես չի շնորհավորել Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների առթիվ։ Դիվանագիտական այս լռությունը քաղաքական շրջանակներում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, ընդգծելով երկկողմ հարաբերություններում առկա որոշակի լարվածությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի։ Նրա խոսքով իր բնակարանում իրականացված խուզարկությունը եղել է անօրինական, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ լինելուց բացի ԲՀԿ падգամավորի թեկնածու է։ Ուստի կենտրոնական ընտրական հանձնաժողովից խուզարկության թույլտվություն չի եղել։ Նրա հեռախոսն առգրավված է։ Մանուկյանը ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ։ Վաղ առավոտից իրավապահները խուզարկություն էին իրականացնում նրա բնակարանում։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Արեգնազ Մանուկյանն անցնում է Անդրանիկ Թևանյանի գործով։ Ըստ վարկածի, նա 2024 թվականի ապրիլին ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումներից սահմանազատման թեմայով տեղեկություններ է փոխանցել Թևանյանին։
Ուժեղ Հայաստան դաշինքը դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դաշինքը պահանջում է կրկնընտրություններ անցկացնել այն երկու տեղամասերում, որտեղ չեղյալ են համարվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով այն ամենը, ինչը կատարվում է ժողովրդական հասարակությունում, չպետք է կատարվի։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողով համապատասխան դիմում ընտրության արդյունքների անվավեր ճանաչման վերաբերյալ կողմը չի ներկայացնում, դա առնվազն մի փաստարկ կարող է լինել, որ Սահմանադրական դատարանում պայմանականորեն պատասխանող կողմ հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա վկայակոչի, որովհետև ի վերջո օրենսդրությունը վերապահել է լիազորություն կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու։ Ունեն այդ լիազորությունը, այդ նպատակով առնվազն պետք է նման դիմում ներկայացնել։ Ավելին, մենք ներկայացնում ենք դիմումը եւ ԿԸՀ-ն էլ պարտավոր է քննարկել այդ դիմումը ոչ թե զուտ քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած աբսուրդային խախտումների տեսանկյունից, այլ ընտրությունների։ Հիշեցման կարգով ընտրությունները մեկնարկել են, ընտրական գործընթացը մեկնարկել է 2026 թվականի փետրվարի 7-ից։ Հունիս-հուլիս ամիսներին նախատեսված է 2 այց Ռուսաստան։ Այսօր ազգային ժողովում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ այս ընթացքում հանդիպելու է իր 2 տարբեր գործընկերների հետ, քննարկելու հայկական ապրանքների վերաբերյալ առաջացած խնդիրները։ Կարծում եմ, այս հարցերը կլուծվեն ու սրանք այն հարցերը չեն, որ կարող են լարվածություն ստեղծել 2 երկրների միջև, ասել է Պապոյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, որը ուղղված է արտաշրջանային լարվածության նվազեցմանը եւ միջուկային խնդրի կարգավորմանը։ Աքսիոս լրատվական գործակալության տվյալով այսպես կոչված Իսլամաբադի համաձայնագրի նախնական տարբերակը նախատեսում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում առանց որևէ տուրքերի գանձման։ Ի պատասխան Միացյալ Նահանգները պետք է վերացնի ծովային շրջափակումը։ Համաձայնագիրը նախատեսում է նաեւ 60 օրյա հրադադար, այդ թվում Լիբանանում։ Այդ ժամանակահատվածում կողմերը պետք է շարունակեն բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ։ Իրանը պատրաստվում է երբեք միջուկային զենք ձեռք չբերել եւ լուծել հարստացված ուրանի պաշարների հարցը։ Գործարքի շրջանակներում նախատեսվում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում, նավթի վաճառքի ժամանակավոր թույլտվություն։ Թեև ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնեցրել են տեքստը, այն դեռևս ունի Իրանի բարձրագույն ղեկավարության վերջնական հաստատման կարիքը։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով Իրանի սառեցված ֆինանսական միջոցները պետք է օգտագործվեն բացառապես հումանիտար ապրանքների գնման համար, սահմանված պայմանների պահպանմամբ։ Իրանին շատ հզոր հարվածներ հասցնելու սպառնալիքներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ են կապվել Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Պակիստանի ղեկավարները, հայտնել է Պոլիտիկոն։ Այդ երկրների առաջնորդները հայտնել են, որ Թեհրանի հետ նախնական գործարքի կնքումը շատ մոտ է։ Այս հավաստիացումները համոզել են Թրամփին չեղարկել ծրագրված հարձակումը եւ դրա փոխարեն ընտրել բանակցությունների ուղին, նշել է պարբերականը։ 267 ուղևոր տեղափոխող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը Անտալիայի օդակայանում բախվել է Սյանը։ Վթարի հետևանքով վնասվել է ինքնաթիռի աջ թևը եւ խցիկը։ Մեկ ուղևոր թեթև վնասվածքներ է ստացել։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քննադատել է Ուկրաինայի արագացված ընթացակարգով Եվրոպական միությանը անդամակցելու առաջարկը։ Նա հայտարարել է, որ Կիևին Արևմտյան Բալկանների երկրներից շուտ միություն ընդունելը կլինի կրկնակի ստանդարտների կիրառում եւ սխալ ազդակ կստեղծի, թե որոշ ազգեր ավելի կարևոր են, քան մյուսները։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել էր, որ մի քանի օրից Ուկրաինայի եւ Մոլդովայի համար կբացվեն անդամակցության պաշտոնական փուլերը։ Սլովենիայի նոր կառավարությունը չեղարկել է Իսրայելի դեմ սահմանված ռազմական արտադրանքի արտահանման, ներմուծման եւ տարանցման էմբարգոն։ Երկրի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ սահմանափակումների չեղարկումը պայմանավորված է զենքի առևտրի արդեն իսկ կարգավորված ազգային օրենսդրությամբ ու Եվրամիության կանոններով։ Ըստ գերատեսչության կաբինետի այս որոշումը համապատասխանում է զենքի արտահանման վերաբերյալ Եվրամիության ընդհանուր դիրքորոշմանը։ Բրյուսելում հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել Ֆրանսիայի ազգային միավորում կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելայի ֆլամանդական խորհրդարան այցի դեմ։ Դեպի խորհրդարան երթի ընթացքում ցուցարարները կոտրել են պատուհաններ, այրել թռուցիկներ եւ ներկել Բելգիայի ֆրանսիական համայնքի կառավարության շենքի պատերը, թիրախավորելով կրթության նախարար Վալերի
Այցի շրջանակում Բարդելան եւ նրա եվրոպական դաշնակից կուսակցության ներկայացուցիչները քննադատել են Եվրամիության քաղաքականությունը ու պահանջել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրաժարականը։ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում խոշոր հրդեհ է բռնկվել բժշկական արտադրանքի խոշորագույն մատակարարներից մեկի Medline ընկերության պահեստում։ Կրակի տարածման սպառնալիքի պատճառով իշխանությունը տարհանել է ձեռնարկության աշխատակիցներին եւ հարակից մի շարք օբյեկտներ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։